Bidi-boom, bidi-bidi-badi-boom. Ռեկ 2-3 1999 թվականին Հոլիվուդը խելագարվել էր։ Նույն տարում նկարահանեցին Fight Club, The Matrix, American Beauty, The Sixth Sense, Ice White Shot, Magnolia, Being John Malkovich ֆիլմերը։ Եթե բացեք բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցուցակները, այդ անունները գրեթե միշտ այնտեղ են։ Ինչու հենց 1999 թվականին նկարահանվեցին այդ բոլոր ֆիլմերը։ Միթե այդ տարի բոլոր ռեժիսորները միանգամից հանճար դարձան, թե պատասխանը լրիվ ուրիշ տեղ էր։ Երբ սկսում ես ուսումնասիրել այս տարին, հետաքրքիր օրինաչափություն ես նկատում։ Այս ֆիլմերը գրեթե իրար հետ կապ չունեն, բայց դրանցից շատերը նույն հարցն են տալիս։ Matrix-ում Նեոն կասկածում է իր իրականությանը, Fight Club-ում հերոսը կասկածում է իր ինքնությանը։ The Sixth Sense-ում իրականությունը լրիվ ուրիշ բան է, քան թվում է։ American Beauty-ում մարդը հասկանում է, որ ապրել է մի կյանք, որ իրականում իրենը չէ։ Այսինքն պատմությունները տարբեր են, բայց հարցը նույնն է։ Ինչ է իրականությունը, կամ ավելի ճիշտ, ով ենք մենք իրականում։ Ու սա արդեն պատահականություն չի թվում, որովհետև 99 թվականը ինքն էլ անցումային շրջան էր։ Մի ամբողջ հազարամյակ ավարտվում էր։ Մարդիկ մտնում էին մի նոր աշխարհ, որը միայն գիտաֆանտաստիկայում էր եղել։ Ինտերնետը նոր էր մտնում մարդկանց կյանք։ Մարդիկ խոսում էին ապագայի մասին, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ ապագա է գալիս։ Երբ աշխարհը արագ է փոխվում, մարդիկ սկսում են կասկածել նաև իրենց։ Բայց այստեղ կա ևս մեկ հարց։ Այս ֆիլմերը 1999 թվականին բավականին ռիսկային գաղափարներ էին։ Պատկերացրեք, գնում եք ստուդիա եւ ասում. ֆիլմ ենք ուզում նկարահանել մի մարդու մասին, ով հասկանում է, որ իր ողջ կյանքը սիմուլյացիա է։ Կամ ֆիլմ մի մարդու մասին, ով ունի անքնություն, ստեղծում է իր երկրորդ անձը եւ սկսում ահաբեկչական շարժում։ Կամ էլ ֆիլմ, որտեղ մարդիկ փոքրիկ դռնով կարողանում են մտնել Ջոն Մալկովիչի գիտակցության մեջ։ Այսօր էլ տարօրինակ է հնչում, բայց ամենահետաքրքիրը դա չէ, այլ այն, որ այդ նախագծերը ոչ միայն նկարահանվեցին, այլև մեծ ստուդիաները հավատացին դրանց, որովհետև հենց այդ ժամանակաշրջանն էր հնարավորություն տալիս փորձարկել եւ նկարահանել այնպիսի ֆիլմեր, որոնց շատերը այսօր նույնիսկ կանաչ լույս չէին տա։ Ու կա մի փաստ, որն ինձ հատկապես զարմացրեց։ Այսօր Fight Club-ը համարվում է դասական, բայց երբ այն նկարահանվեց, շատերը չհասկացան այն։ Քննադատությունները շատ էին, վաճառքներն էլ սպասված արդյունքը չունեցան։ Ու սա հիշեցնում է մի կարևոր բան։ Լավ արվեստը միշտ չէ, որ առաջին իսկ պահին է ճանաչվում։ Երբեմն ժամանակ է պետք, որպեսզի աշխարհը հասնի դրան։ Ռեկ 2-3 Մինչ հաղորդման երկրորդ մասին անցնելը։ Եթե ձեզ դուր է գալիս այնինչ անում ենք, կարող եք աջակցել Լումին մեր Patreon-ում։ Ամսական ընդամենը 1 կինոյի տոմսի արժեքով կարող եք օգնել մեզ ստեղծելու ել ավելի որակյալ բովանդակություն։ Իսկ դրա դիմաց կստանաք նոր թողարկումները բոլորից շուտ, բոնուսային կոնտենտ եւ կդառնաք Լումի փակ համենքի մի մասը։ Աջակցելու համար պարզապես սկանավորեք QR կոդը։ Ռեկ 2-3 Եթե այսօր նորից նայենք այդ ֆիլմերը, կտեսնենք, որ հարցերը ոչ թե հնացել են, այլ դարձել են ավելի արդիական։ Matrix-ը խոսում է թվային իրականության մասին, երբ սոցիալական ցանցեր նույնիսկ գոյություն չունեին։ Կանաչ երանգներով կադրերը, սև կոստյումները, համակարգչային կոդի անձրևը։ Այս ամենը պարզապես գեղեցիկ լուծումներ չէին։ Դրանք ստեղծում էին այն զգացողությունը, որ աշխարհը դառնում է ավելի թվային եւ արհեստական, եւ գուցե ավելի անիրական։ Fight Club-ը պատմում էր միայնության եւ ինքնության ճգնաժամի մասին։ Սրանք թեմաներ են, որոնց մասին ավելի շատ ենք խոսում, քան երբևէ։ Բայց այստեղ առաջանում է մեկ հետաքրքիր հարց։ Եթե 1999 թվականին նկարահանել են Fight Club, The Matrix կամ Being John Malkovich ֆիլմերը, ապա ինչու այսօր նման ֆիլմեր շատ քիչ են հանդիպում։ Պատճառներից մեկը հենց կինոարտադրությունն է։ Այսօր մեծ ստուդիաները ֆիլմերի վրա ծախսում են միլիոնավոր դոլարներ։ Իսկ երբ խաղադրույքն այդքան մեծ է, ռիսկի դիմելն էլ ավելի դժվար է դառնում։ Դրա համար էլ վերջին տարիներին ավելի շատ են սիքվելները, ռիմեյքերը եւ արդեն հայտնի ֆրանշիզաները։ Դրանք ավելի կանխատեսելի են։ Իսկ 1999 թվականը այն վերջին պահերից էր, երբ մեծ ստուդիաները պատրաստ էին փորձարկել նոր գաղափարներ։ Եվ գուցե հենց այդ համարձակությունն էլ հնարավորություն տվեց ստեղծելու ֆիլմեր, որոնց մենք մինչ այսօր վերադառնում ենք։ Ինչ է իրականությունը։ Ով ենք մենք եւ ինչպես է տեխնոլոգիան փոխում մեզ։ Եվ գուցե սա է 1999 թվականի գաղտնիքը։ Սա պարզապես լավ ֆիլմերի տարի չէր։ Դա մի պահ էր, երբ աշխարհն ու կինոն սկսեցին միաժամանակ նույն հարցերը տալ։ Իսկ նման պահերը պատմության մեջ շատ հազվադեպ են լինում։ Եթե թեման հետաքրքիր էր, գրիր մեկնաբանություններում։ Ըստ քեզ, որ ֆիլմն է ամենաճիշտը կանխատեսել մեր ժամանակները։ Եվ իհարկե մի մոռացիր բաժանորդագրվել ալիքին եւ աջակցել մեզ Patreon-ում։ Կհանդիպենք։ Bidi-boom, bidi-bidi-badi-boom.